Այսօր հունվար 31-ին մեկնարկել է միասնական քննությունների անգլերեն լեզվի առաջին փուլը։ Օրագիր Նյուզը վաղ առավոտից Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում էր քննական ընթացքին հետևելու համար։ Այսօր այստեղ քննություն է հանձնելու 160 դիմորդ։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անձնակազմը իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ, քանի որ րոպեներ անց պետք է սկսվի քննությունը։ Միևնույն ժամանակ դպրոց են ժամանում դիմորդները եւ նրանց ծնողները։ Մենք զրուցեցինք մի քանի դիմորդների հետ պարզելու, թե ինչ տրամադրությամբ են եկել քննության եւ ինչպես են պատրաստվել։ Իրականում մի քիչ լարված, բայց լավ եմ տրամադրված։ Որ ասեմ, շատ դժվար է եղել, անգլերենը ավելի ուշ եմ սկսել պարապել մաթեմատիկայից, երկրորդը մաթեմատիկայում հանձնելու։ Սեպտեմբերից եմ սկսել պարապել։ Հեշտ էր ընթացքը, այդպես շատ լարվածություններ չի եղել։ Դիմորդներից մեկն էլ պատմեց, որ դիմելու է Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բաժին եւ սերը լեզուների հանդեպ գալիս է փոքրուց։ Դե իրականում սկզբում շատ դժվար էր, այսինքն լարվածություն, ինքս իմ վրա այդքան էլ վստահ չէի, բայց ընթացքում հասկացա, որ այդ ընդհանրապես ոչ թե գնահատական է, այլ գիտելիքիդ վրա աշխատել ու ճիշտ չէ էլի, որ գիտելիքի համար ու որ գնահատականի համար են մենակ գալիս, այսինքն ընդհանրապես գիտելիքից ստուգում է ու դու պիտի քո վրա վստահ լինես։ Շատերը սակայն հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, նշելով, որ չափազանց լարված են, ինչը փոխանցվում էր նաև ծնողներին։ Այստեղ հանդիպեցինք նաև իրանագետ Վարդան Օսկանյանին, ով նշեց, որ որդին որոշել է շարունակել իր ուղով եւ դիմել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։ Նա ընդգծեց, որ աջակցում է որդու ընտրությանը, վստահ է նրա ուժերին եւ հորդորում է ծնողներին չնճռշել երեխաներին, քանի որ քննությունների ընթացքում նրանք առանց այդ էլ լարված են։ Ընդհանուր առմամբ բնականաբար բոլոր ծնողները, այդ թվում ձեր խոնարհ ծառուն, փոքրինչ անհանգստություն կա, ծնողական անհանգստություն, դրական իմաստով անհանգստություն, բայց կարծում եմ մեր բոլոր դիմորդները պատրաստված են եւ հույս ունեմ, որ հաջողությամբ կանցնեն այս քննական փուլը։ Կարծում եմ պետք է չափավոր, ասեմ այսպես, մոտեցում դրսևորեն, մի անձնական կարծիքն է, յուրաքանչյուր մարդ բնականաբար ինքն է որոշում իր երեխայի ճակատագիրը եւ նրա հետ առնչվելու, հարաբերվելու մոդուսը, բայց չպետք է շատ ճնշում գործադրել երեխայի վրա եւ փորձել նաեւ խրախուսել նրան, նաեւ օգնել, որպեսզի գիտելիքը, ձեռք բերած գիտելիքը կարողանա ըստ պատշաճի ներկայացնել, որովհետեւ շատ դեպքերում երիտասարդներ են, պատանիներ են, իրենք նույնպես շատ են անհանգստանում եւ առաջին փորձն ըստ էության որոշ առումով ինքնուրույն գործունեություն ծավալելու, հետեւաբար կարծում եմ լրացուցիչ ճնշումը նրանց վրա չի կարող օգտակար լինել։ Քննության մեկնարկից առաջ բոլորին, այդ թվում նաև դիմորդներին, խնդրեցին դուրս գալ դպրոցից եւ սպասել դրսում, որից հետո դիմորդները հերթով մուտք են գործում դպրոց, գրանցվում եւ գտնում իրենց քննական սենյակները։ Մուտքի մոտ իրականացվում էր խիստ հսկողություն, դիմորդներին ստուգում էին մետաղորսիչով։ Նախապես զգուշացվում էր, որ բոլոր հեռախոսները պետք է թողնել անձնական իրերի համար նախատեսված վայրում եւ ցանկացած արգելված սարքի հայտնաբերման դեպքում դիմորդները անմիջապես կհեռացվեն քննասենյակից։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը մեզ ներկայացրեց քննության անցկացման կարգը։ Նախապատրաստական աշխատանքները այնքան ավելի շատ է լինում, քան ամառային ամիսներին, բնականաբար ձմեռը թելադրում է իր պայմանները եւ ոչ բոլոր դպրոցներն են կարողանում օգտագործել ձմռան քննությունների համար։ Եկեք մտածենք, որ արդեն կարողանում են բերել այնպիսի գործիքներ, որոնց մետաղ չի եւ մետաղորսիչ չի կարողանում որսալ։ Ավելի աչալուրջ ենք լինում քննասենյակներում։ Իսկ եթե որևէ բան եք հայտնաբերում, անմիջապես հեռացում եք քննասենյակից, որովհետեւ կարգի պահանջն է։ Այլևս չենք խոսում, երկխոսության մեջ չենք մտնում, արտագրես չես արտագրել, խոսել ես չես խոսել, միանգամից հեռացնում ենք։ Նամանալ զգուշացնում ենք, մեկ անգամ էլ զգուշացնում ենք քննասենյակներում, որ երեխաները լարված են մտնում քննական կենտրոնում, շատ հնարավոր է, որ հեռախոս այնուամենայնիվ մոռացած լինեն։ Մի անգամ ենք զգուշացնելուց հետո արդեն այլևս ներել չի լինում։ Դիմորդների մոտ հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր չկային, սակայն շատերը իրենց հետ բերել էին կոնֆետներ։ Քննության ընթացքում լարվածությունը թեթևացնելու համար կոնֆետներ բերելը թույլատրված էր, սակայն ջրի շշերը պետք է դրվեին հատակին։ Պատճառը պարզ է, դիմորդները երբեմն արտագրելու տարբեր միջոցներ են փորձում գտնել, անգամ ջրի շշերի միջոցով։ Եվ ահա սկսվում է քննությունը, բացականեր չկան, դիմորդները բացում են փաթեթները, որոնցում անգլերենի քննական թեստերն են։ Միասնական քննությունների գործընթացը շարունակվում է։ Օրագիր Նյուզը կհետևի նաև հաջորդ փուլերին։